Համախմբվածությունը կբերի դրական արդյունքի, ոչ Թալանի նախաձեռնության Գյումրու համակարգող խմբի անդամների հերթական հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական փաթեթի ներդրման ինստիտուտը կայացած է համարվում Շիրակի մարզում այդ փաթեթի հատկապես առողջապահական բաղադրիչն է իրական փրկողակ փաթեթ ունեցող շահառուների համար։ Շարունակվում է Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը, այս անգամ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Արման Կատունյանն ու նրա շահերի պաշտպանները։ Կյանքի առաջին 1000 օրը ներարգանդային կյանքի 9 ամիսը և կյանքի առաջին 2 տարին կանխորոշում են մանկան առողջ ապագան։ Կարևոր է առաջին 1000 օրը խորագրով լուսանկարչական ցուցահանդես միջոցառում է Գյումրիում։ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ մագիստրոսներին հանդիսավոր կերպով հանձնվել են ավարտական դիպլոմները 16 մասնագիտության գծով։ Լավագույն խաղերի ցուցադրություն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում շուրջ 1 ամիս տևած դասընթացների ժամանակ աշակերտները սովորել են ծրագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիաների պատրաստում, ձեռք են բերել ալգորիթմական մտածելակերպ։ Այսօր լրատվականի մարզային թողարկումն է ուղիղ եթերում, բարև ձեզ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 3, ինչպես արդեն գիտեք, կողմ քվեարկեց 6.93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը։ Ոչ Թալանի նախաձեռնության Գյումրու համակարգող խմբի անդամները հունիսի 18-ին Գյումրու ասպարեզ ակումբում հանդես են եկել հայտարարությամբ։ Նրանք հորդորել են ժողովրդին միանալ իրենց և հունիսի 19-ին ժամը 18-ին Գյումրու թատերական հրապարակում մասնակցել կազմակերպված հավաք երթին։ Նախաձեռնության անդամները վստահ են, որ համախմբվածությունը կբերի դրական արդյունքի։ Եթե այսօր էլեկտրաէներգիան թանկանում է, պատկերացրեք վաղը թանկանալու բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքները և տաշկտայված գնալու է, արդեն Երևան չունի հայտ ներկայացրել թանկացման դիմաց, և վաղը ներկայացնի գազը, հետո չգիտեմ ասեց մենք միացենց տուպիկի հայտնվենք և այս ամենի դեմ մեզ պետք է միայն ժողովրդի համախմբվածություն։
ժողովրդի միասնականություն, այսօր եթե ժողովուրդը գիտակցի, այսօր ցավալի է, որ քաղաքացիական գիտակցություն չկա մեր ժողովրդի մոտ։ Եվ ժողովուրդը պայքարում է, իշխանությունը միշտ գնում է զիջումների։ Այս դեպքում ասեմ, 150 դրամի հետ կապված պարզապես կուտակային կենսաթոշակային ֆոնդի հետ կապված եւ այդ մասնավոր պայքարեց, իրենց մասով կարճեցին, պետական զանգվածներինը թողեցին նույնը։ Այս դեպքում պայքարելու ենք մինչև հասնենք այս ամեն ինչի տրամաբանական եզրահանգման։ Այսօր տեղի է ունեցել գործադիրի հերթական նիստը կառավարության որոշմամբ 3.9 միլիոն դրամ կտրամադրվի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգմանը, 50 միլիոն դրամ Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոնի շինարարական աշխատանքների մեկնարկի, 12 միլիոն դրամ էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դահլիճի նորոգման համար։ Կառավարության որոշմամբ 985 միլիոն դրամ կհատկացվի Վազգեն Սարգսյան փողոցում կառուցվող կառավարության նոր մասնաշենքի կահույքի գնման համար։ Կառավարության նիստը մեկ րոպե լռությամբ է սկսվում Քրքորյանի մահվան բոցը ցավալի էր, նա մարդ էր, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում, բարերար, ով Հայաստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին, ասում է վարչապետը։ Քրքորյանը ստեղծող, արարող հայի տեսակ, ով վայելում էր ինչպես հայերի, այնպես էլ օտարերկրացիների հարգանքը։ Մեր բոլորի անունից ևս մեկ անգամ ցավակցում ենք մեծ հայի ընտանիքին։ Դասընթացավարների վերապատրաստում, գենդերային հավասարությունը երիտասարդների տանքներում ծրագրի 2015 թվականի նախահաշիվն է ներկայացնում փոխգործնախարարը։ Որոշման նախագծի ընդունումը հիմնավորում է քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում կանանց լիիրավ և հավասար մասնակցությամբ։ Միայն թե գենդեր բառը զարմացնում է նախագահի աշխատակազմի ղեկավարին, ինչու է նորից հետ բերում այն, ինչը հասարակությունը մերժում է։ Եթե հարկավոր է կանանց և տղամարդկանց հավասարություն, այդպես էլ պետք է գրել։ Գենդերը կանանց և տղամարդկանց հավասարությունը չէ։ Հիմնավորումը ուղղակի սպանում է, որտեղ գրած է, որ պարզվում է, որ երիտասարդության շրջանում կա գենդեր հասկացության սխալ կամ թերի մեկնաբանություն եւ դա պետք է ուղղել։ Գենդեր հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում, դա սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց և կանանց հավասարությունը։ Մեղրիում հրդեհից վնասված շենքի բնակիչները անտուն չեն մնա, նրանց բնականով ապահովելու համար քաղաքային համայնքին է նվիրաբերվում Մեղրու
բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը։ Այստեղ կհաստատվեն նաև տանկարիք ունեցող երիտասարդ ընտանիքներ։ Մենք երկու կարևոր հարց ենք ուզում այս որոշում, որը շատ կարևոր է։ Նախ այն մարդկանց բնականները հարց ենք ուզում այն ընտանիքներով, որ հետևանքով կորցրել են իրենց բնակարանները եւ նաեւ մեղրույում երիտասարդ ընտանիքներն անատույց բնակարաններով ապահովել խնդիր ենք ուզում։ 22 միլիոն 600,000 դրամ էլ կառավարությունը կտրամադրի ներառական մանկապարտեզի ստեղծում պիլոտային ծրագրի իրականացմանը։ Փորձնականը թիվ 92-ը Մալաթիա Սեբաստիայում է։ Մտավոր եւ ֆիզիկական խանգարումներ ունեցող 24 երեխայի խնամքի նպատակով կփոխհատուցվեն 14 աշխատողի աշխատավարձը։ Աննա Գրիգորյան, Վահե Եղիազարյան, Արտյոմ Պողոսյան այսօր։ Սոցիալական փաթեթի ներդրման ինստիտուտը մեր երկրում կայացած է համարվում։ Շիրակի մարզում այդ փաթեթի հատկապես առողջապահական բաղադրիչն է իրական փրկողակ փաթեթն ունեցող շահառուների համար։ Նրանք անվճար վիրահատվելու հնարավորություն են ստանում, նույն պայմանով ձեռք են բերում նաև դժվարամատչելի հետազոտություններ անցնելու իրավունք։ Կառավարության տրամադրած սոցփաթեթից Գյումրիում հիմնականում մանկավարժներն են օգտվում, նրանք ինչպես հանգստի մեկնելու, այնպես էլ անվճար բուրս սպասարկման հնարավորություն են ստանում։ Եթե նախորդ տարի այս հարցում Գյումրիում սոցփաթեթի թերակատարում էր գրանցվել, այս տարի արդեն պատկերն այլ է։ Ծառայությունն իրականացվում է Գյումրի բժշկական կենտրոնում։ Այստեղ արդեն սոցփաթեթով սպասարկում անցած շահառուների թիվ է գրանցվել։ Մոտ 29 միլիոն է տարեկան այս տարի հատկացվել սոցփաթեթի շահառուների ստացիոնար բուժօգնության համար։ Մոտ 2 միլիոն տրված է դժվարամատչելի հետազոտությունների համար, որը բնականաբար համամասնորեն արդեն անցել ենք, ստիպված հերթագրում ենք։ Նախորդ տարվա ծագած խնդիրն է Շիրակի մարզի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանի կապված էր անցումային շրջանի հետ եւ չուներ որևէ առնչություն ոչ ծառայությունն իրականացնող բուրժ հիմնարկի, ոչ էլ ֆինանսական խնդիրների հետ։ 2015 թվականից երբ բոլոր շահառուների սոցիալական փաթեթի առողջապահական բաղադրիչի իրականացումը իր վրա վերցրեց առողջապահության նախարարությունը, ամեն ինչ կանոնակարգվեց։ Հիմա արդեն բոլորը գիտեն ում պետք է դիմեն, ինչ ծավալի բուժօգնություն պետք է ստանան, այդ պայմանագրի մեջ դա ֆիքսված է, կա գոյությունի ոչ կաշառներ դիմեն եւ առողջապահության նախարարություն եւ համապատասխան առողջապահական մնացած կազմակերպություններին ճշտելու։ Երբ նախկինում մասնավոր ապահովագրական ընկերությունների միջոցով էր ծրագիրն իրականացվում, շահառուներն ուղղորդվում էին սահմանափակ թվով բժշկական կազմակերպություններ։ Այժմ արդեն առողջապահության նախարարությունը ծրագրի շրջանակներում կնքված
պայմանագրերի համաձայն հանրապետությունում պետական պատվեր իրականացնող շուրջ 100 հիվանդանոց է ներառել։ Սա սոցփաթեթի շահառուներին բուժհաստատության ընտրության լայն հնարավորություն է տալիս։ Սոցփաթեթով շահառուն իրավունք ունի անվճար ստանալ պահանջվող բուժումը անկախ գումարի չափից և ծավալից։ Կարող է անցնել ամենատարբեր վիրահատություններ, ասենք բավական լուրջ, կարելի է ասել իրոք ապահովագրում, իրոք փակում է այդ փաթեթը մեր շահառուի բոլոր ասենք խնդիրները։ Բոլոր այն պրոֆիլները, որոնք մենք ունենք հիվանդանոցում գործող, բոլոր պրոֆիլներով հիվանդները դիմում են և ստանում համապատասխան բուժօգնություն, այդ թվում վիրաբուժական։ Կոնկրետ գումար չի սահմանված, հիվանդի համար ինչքան գումար որ անհրաժեշտ է, պետությունը փոխհատուցում է համապատասխան, սահմանափակում բուժման առումով չունենք մենք։ Գյումրի բժշկական կենտրոնում մինչ այս պահն արդեն 60 շահառու է ստացիոնար բուժում ստացել սոցփաթեթի շրջանակներում։ Հիմնականում վիրահատություններն են գերակշռել, այս թվի մեջ չեն մտնում դժվարամատչելի հետազոտություն անցածները։ Սոցփաթեթի շահառուն այլևս ֆինանսական խնդրով պայմանավորված ստիպված չէ հետաձգել պահանջվող բուժումը։ Բոլոր ծառայությունները սոցփաթեթի շրջանակներում իրականացվում են անվճար։ Պատասխանատուների պնդմամբ սոցիալական փաթեթի այս բաղադրիչը հնարավորություն է տալիս լավացնել մարդու կյանքի որակը, վախ հայտնաբերել ցանկացած հիվանդություն, արագ կանխարգելել և բուժման ընթացքում հասնել բացարձակ արդյունքների։ Արմենուհի Մինասյան, Խաչատուր Գևորգյան այսօր։ Արմավիրից Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն հունիսի 16-ին տեղափոխված և կոմայի մեջ գտնվող փոքրիկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Առողջական խնդիրներով ծնված երեխան շարունակում է ստանալ ինտենսիվ բուժում կյանքի ֆունկցիաները պահպանելու և վերահսկելու ուղղությամբ։ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նույն օրը կրկին սուր աղիքային վարակի կասկածով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք հոսպիտալացված 2 երեխայի վիճակը գնահատվում է լավ, առկա է էական դրական տեղաշարժ։ Անհրաժեշտ կրկնակի հետազոտություններից հետո երեխաները պատրաստվում են դուրս գրման։ Արմավիրում մարզային կառույցների հետ շարունակում է աշխատանքը հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները։ Սահմանվել է ջրի հսկողություն, շեղումներ չեն արձանագրվել։ Վաղ առավոտյան կրկին Արմավիր առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանի գլխավորած մասնագիտական խումբը։ Առողջապահության նախարարի հանձնարարականով Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում սահմանվել է ռեանիմատոլոգի մշտական հերթապահություն։ Սուր աղիքային վարակի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն արագ կազմակերպելու նպատակով։
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գործով տուժող կողմը սպասում է դատա-ձգաբանական, դատա-հետքաբանական և դատա-նյութագիտական համալիր փորձաքննության ավարտին։ Սպասվում է նաև մի քանի այլ փորձաքննությունների եզրակացություններ, սակայն առաջնային նշանակություն ունի համալիր փորձաքննության սպասվող եզրակացությունը։ Այս մասին ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան Միրամ Պողոսյանը։ Նա նաև դատելով հայկական կողմից տարվող նախաքննության ընթացքից կարելի է եզրակացնել, որ նախաքննությունը գնում է դեպի ավարտական փուլ, սակայն որքան կտևի այդ փուլը, 1 թե 2 ամիս ոչ ոք չի կարող ասել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը։ Նախորդ դատական նիստին չէին ներկայացել գործով տուժողի իրավահաջորդ Նելի Օհանյանը, Հարություն Գրիգորյանի կինը և նրա մյուս փաստաբանը Լիբարիտ Սիմոնյանը։ Այս անգամ նիստին չէին ներկայացել ամբաստանյալ Արման Կատունյանը և նրա շահերի պաշտպանները, իսկ տուժողի իրավահաջորդ Նելի Օհանյանի փաստաբաններից Լիբարիտ Սիմոնյանը համապատասխան դիմում էր ուղարկել, որտեղ պարզաբանվում էր իր նիստին չներկայանալու հանգամանքները։ Դատարանը որոշել է նիստը հետադարձել, հաջորդ նիստը նշանակվել է հուլիսի 3-ին։ Ամբաստանյալի չներկայանալու պատճառների վերաբերյալ դատարանը որևէ տեղեկություն չունի։ Նրա այսօրվա բացակայության հարգելի կամ անհարգելիներով հարցը քննարկվի հետագայում և վերջինս կներկայանա։ Նկատի ունենալով, որ կողմերը այսօր դատական նիստին չեն ներկայացրել մեղադրողի պաշտպանների և ամբաստանյալի մասնակցությունը պարտադիր է, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քրեական ժողովրդի գործգրքի 310 և 313 դատարանը որոշում է այսօրվա դատական նիստը հետաձգել և նշանակել մեկ այլ հերթի։ Հաջորդ դատական նիստը կարող է տեղի ունենալ սույն թվականի հուլիսի 3-ին։ Շարունակում ենք թողարկումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսանկյունից ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ամենաօպտիմալն է։ Լրագրողների հետ հունիսի 18-ին կայացած հանդիպմանը այսպիսի կարծիք է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուշան։
Հապկի դիրքորոշումը մնում է նույնը։ ԵՀԿ Մինսկի խումբը շատ մանրակրկիտ ուսումնասիրում է այդ խնդիրը եւ ոչ մի այլ ինստիտուտ չպետք է մասնակցի այդ գործընթացին։ Մենք անընդհատ Հայաստանից ենք տվյալներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սպանվածների եւ կրակոցների մասին։ Բացի դրանից ես ուզում եմ նշել, որ Հայաստանը որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ իրավունք ունի լրացուցիչ ուժեր ստանալ իրավիճակի սրացման դեպքում, նշել է նա։ Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող զենք զինամթերքի խնդրին Բորդյուժան ասել է. Ես բազմիցս անդրադարձել եմ այս հարցին եւ ուզում եմ նորից կրկնել, որ Ռուսաստանը զենք է վաճառում եւ Հայաստանին եւ Ադրբեջանին հավասարության սկզբունքով, որպեսզի պահպանվի հավասարակշռությունը, շեշտել է Բորդյուժան։ Ամերիկյան կոնգրեսում քննարկվել են Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների ռազմավարության հարցը։ Կոնգրեսականների կարծիքով հիմնականում վտանգը սպառնում է իսլամական պետություն խմբավորումից։ Մերձավոր Արևելքում այսօր հսկայական սոցիալ-քաղաքական իրարանցում է հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարթերը։ Կոնգրեսում անցած լսումների ընդգրկում ներկայացնելով ԱՄՆ-ի ռազմավարությունը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Քարտերն ընդգծել է, որ այն կենտրոնացած է լինելու երկու հիմնական խնդիրների շուրջ՝ դադարեցնել Իրանի ռազմական միջուկային ծրագրերը եւ ոչնչացնել իսլամական պետությունն ու այլ ահաբեկչական խմբավորումները։ Իսլամական պետություն խմբավորումը, որը մահացու վտանգ է ներկայացնում մեր երկրի եւ մեր դաշնակիցների համար, պետք է վերջնականապես ոչնչացվի եւ այն կոչնչացվի։ Էշթոն Քարթերի խոսքով արդյունավետ ռազմավարությունը պետք է իր մեջ ներառի ինչպես քաղաքական, այդպես էլ տնտեսական, մարդասիրական եւ ռազմական միջոցներ։ Անդրադառնալով Իրանին, պաշտպանության քարտուղարը նշել է, թե այն նույնպես լուրջ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների շահերին։ Պաշտպանական գերատեսչության գնահատականի հետ, սակայն, չի համաձայնել լսումները վարող կոնգրեսականներից մեկը։ Կոնգրեսական Ադամ Սմիթի կարծիքով Իրանն ու իսլամական պետություն խմբավորման ծայրահեղականներին չի կարելի նույն հարթության վրա դնել եւ համաչափ վտանգներ համարել։ Ինչն էլ որ ասվի Իրանի հասցեին, լրջագույն տարբերությունն այն է, որ իսլամական պետություն խմբավորման զինյալներն արթնանում են յուրաքանչյուր առավոտ, որքան հնարավոր է շատ ամերիկացիներ սպանելու մտադրությամբ։ ԱՄՆ-ի բանակի Միացյալ Շտաբերի պետերի ղեկավար գեներալ Մարտին Դեմպսին անդրադառնալով Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգների քաղաքականությանը հայտարարել է, որ շեշտը պետք է դնել արևմուտքի նկատմամբ դրա
Վճռականորեն տրամադրված տարածաշրջանի ներքին ուժերի վրա։ Enduring stability Տևական կայունությունը չի կարող պարտադրվել դրսից։ Կայունությունը պետք է զարգացվի ներսում, հենց տարածաշրջանում գտնվող ուժերի վրա հիմնվելով։ Գեներալը հիշեցրել է, որ իսլամական հավատքի հենց ներսում ծայրահեղականների շարժմանն ի պատասխան զարգանում է մեղմ իսլամի կողմնակիցների շարժումը, որը կարող է հեռանկարային դաշնակից հանդիսանալ։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։ Անկարայում Ռուսաստանի դեսպանատունը նամակ է հղել Թուրքիայի արտգործնախարարությանը Ռուսաստանցի ուսանողուհի Մարիամ Իսմայելովայի անհետացման առիթով։ Ենթադրվում է, որ նա Թուրքիայի մեկնել իսլամական պետություն խմբավորմանը միանալու նպատակով։ Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդը հայտնել է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դեռ տեղեկություն չի տրամադրել, թե արդյոք Իսմայելովան Թուրքիայի տարածք մտել է, թե ոչ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ իսլամական ավանդույթներով ընտանիքում մեծացած 19-ամյա աղջիկը ինստիտուտ դասի պատրվակով դուրս է եկել տնից և անհետացել։ Նրա հարազատներին հաջողվել է պարզել, որ Մարիամն իրենցից թաքուն արտասահմանյան անձնագիր է ստացել և Շերեմետևոյից Թուրքիա ուղևորվել։ Միացյալ Նահանգների պատմության վերջին 100 տարվա ընթացքում առաջին անգամ երկրի դրամանիշի վրա դարձյալ կնոջ դեմ կհայտնվի։ Մոտ 100 տարի առաջ վերջին անգամ կնոջ դեմ ամերիկյան փողի վրա հայտնվել է մետաղադրամի վրա։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Ջեյկոբ Լյունի վստահեցմամբ $10 նոր թղթադրամները կթողարկվեն և շրջանառության մեջ կդրվեն 2020 թվականին։ Նշանավորում են երկրի սահմանադրության այն լրամշակման 100-րդ տարեդարձի, որով Միացյալ Նահանգներում կանայք քվեարկելու իրավունք ստացան։ Իսկ թե նշանավոր ամերիկացի կանանցից հատկապես ում պատկերը կլինի թղթադրամի վրա դեռևս պաշտոն չի հաստատվել։ Գանձապետարանը խոստացել է հաշվի առնել նաև հանրության նախապատվությունը։ Թբիլիսիում շարունակվում են ջրհեղեղի ժամանակ քաղաքի կենդանաբանական այգուց փախած վագրի և բորենու որոնումները, հաղորդում է գազետառուն։ Այս գիշեր Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության մարտիկներն ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարել Թբիլիսիի Պեկինի փողոցում, որտեղից զանգ է ստացվել գիշատչին հայտնաբերելու մասին։ Կենդանու ոչ մի հետք չի հայտնաբերվել Ցինցաձե փողոցում, որտեղից նույնպես զանգահարել են բնակիչները։ Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենը հայտնել է, որ հնարավոր է Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում երիտասարդ վագր և բորենի կա։ Նրա խոսքով բորենին վտանգավոր չէ մարդկանց համար։ Իշխանության ներկայացուցիչները խորհուրդ են տվել Թբիլիսիի բնակիչներին չհայտնվել մութ վայրերում
եւ չիջնել նկուղային տարածքներ, որտեղ կարող է թաքնված լինել գիշատիչը։ Կրկին տեղի նորություններից վերջին տարիներին ողջ աշխարհում նախաձեռնություններ են հանդես բերվում մշակութային ժառանգության նշանակության եւ հեռանկարների շուրջ։ Պատմական շենքերը, հնագիտական հուշարձանները դարձել են յուրաքանչյուր ժողովրդի ազգային պատմության հիմնական բաղկացուցիչը եւ ամենուր գործի է դրվում ազգային ինքնության պաշտպանության ուղղված քաղաքականությունը։ Մեր երկրում այսօր առաջնահերթ խնդիրը ունեցած մշակութային ժառանգության հանրահռչակումն ու պահպանությունն է։ Ամերիկահայ խոշոր գործարար եւ Քրկորյանի Մավան Լուրն ու նրա կյանքի ու գործունեության մասին պատմող հոդվածները վերջին օրերին հայաստանյան եւ համաշխարհային մամուլի առաջին էջերում են զետեղված։ Հիշարժան է այն փաստը, որ Սպիտակի երկրաշարժի եւ շրջափակման տարիներին Քրկորյանը մեծապես օգնել է Հայաստանին եւ Արցախին։ Քրկորյանի հիմնադրած DC հիմնադրամը 2001 թվականից $151 միլիոն է տրամադրել Հայաստանին ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնականաշինության համար։ Քրկորյանի ավանդը մեծ է եղել Գյումրիում, սակայն բարերարի պատվին Զավեն Կոշտոյանի քանդակած հուշարձանի տեղը պարզվում է քչերը գիտեն։ Ինչպես Քրկորյանի կյանքն է առեղծված էին եղել, ցավոք սրտի նաև այս հուշակարի տեղադրման, կայացման իր համապատասխան, ինչպես ասում են, ապաստամենտի վրա լինելու հարցը մնացել էր։ Այո, եղել է, նույնիսկ շատերը զարմացել են եւ տեսնում են, որ այս պահին այստեղ այսպիսի արձան կա։ Ես իշքան գիտեմ Զարգարյան մահացել է նրա նախաձեռնություններից մեկներ, ինքը շատ ոգևորվելով այդ Քրկորյանի բարեգործ զարգան հետ ձեռնարկումներից ինքը իր միջոցները պատվիրել էր, բայց չեմ կարող ասել, թե քանդակագործնով է, որտեղ դերգություն չունեմ։ Քրկորյանի արձանի համար նոր տեղանքի ընտրությունը չի ուշանա։ Առավել ևս այսօր երբ չկա մեր մեծ բարերարը, բայց կա նրա արած գործը, անհրաժեշտ է անդրադարձ ունենանք երախտագիտության երախտիկի եւ իհարկե խոնարհում կատարելով մեր քաղաքի համար արած մեծ բարեգործության հումանիտար մարդկային առաքելության համար եւ փորձ կատարել ըստ այդմ նաեւ նրա արձանի եւ կատարած գործերի արժան վայել եւ վայր գտնել։ Նման հարցերս մենք չենք քննարկել եւ
առաջարկություն հաշվի առնելով երևի նայենք այդ հարցը։ Պետք է նայել այդ հուշարձանի գեղարվեստական արժեքը նայել։ Այսինքն պետք է գեղարվեստական խորհուրդ հրավիրել և այդ գեղարվեստական արժեքը նույնպես նայել։ Բայց երկնքի տակ թանգարան համարվող մեր երկրում թանգարանային արժեքների նկատմամբ առանձնակի հոգացություն չի տածվում։ Շիրակի մարզում 2400-ից ավելի հուշարձան կա։ Դրանց մեծ մասը բաժին է ընկնում Գյումրուն։ Ունենք բազմաթիվ հրաշալի պատմական արժեքներ, որոնց գերակշիռ մասն այսօր կործանման եզրին են, մտահոգված են մասնագետները։ Այդ առումով ոչ մի հատկացումներ դեռևս չկա պետության կողմից հուշարձանների վերականգնման, բայց քաղաքապետը բանակցություններ սկսել է որոշակի ուղղությունների հետ, առավել վտանգված շենքերը, առավել կարևորություն ունեցող շինությունները վերականգնելու։ Պատկերացրեք մեր քաղաքի ճակատագրի պատմամշակութային ժառանգության առանձնահատկությամբ տարբեր թաղամասերում տարբեր վայրեր ծնվում են, կառուցում են, բնական է առանց ճիշտ մոտեցումների, առանց ճարտարապետաշինական, քաղաքաշինական նորմերի հուշարձանների շարք։ Մասնագետներին մտահոգում է Գումարի արգելոց թանգարանի տարածքում տեղի ունեցող փոփոխությունները, որոնք ոչ միայն խաթարում են քաղաքի ճարտարապետական տեսքը, այլև բարձրարժեք կառույցների ոչնչացման պատճառ են դառնում։ Ցավոք, որոշ վնասված հասցրել թե շինություններին, շատերը ոչնչացման, շատերը կաթվածար վիճակում են, ցավոք մենք հնարավորություններ չունենք վերականգնելու համայնքը, մեծ մասը այդ հուշարձան շենքերի տների սեփականատերերը նույնպես վճարունակ չեն կարողանում իրենց ուժերով վերականգնեն, և մենք փորձում ենք ամեն կերպով, որպեսզի այս հարցը բարձրացնենք պետության առջև, որպեսզի անպայման պետական աջակցություն ունենանք։ Հուշարձանների պահպանությունը մեր քաղաքում ցածր մակարդակի վրա է։ Հենրիկ Գասպարյանի վստահեցմամբ իրենց կողմից արվում է հնարավոր ամեն ինչ, սակայն երբեմն թերացումներն անխուսափելի են։ Որոնք որ համայնքային ենթակայության շինություններ են, մենք այդ բոլորը պահպանում ենք, ինչպես ենք պահպանում։ Այսինքն եթե մենք տեսնում ենք որևէ սալ է թափվել, կամ ինչ-որ քար է պոկվել, կամ ինչ-որ խնամքի կարիք ունի, կամ մաքրման կարիք ունի, մենք անմիջապես արձագանքում ենք դրան և շտկում ենք։ Բայց լինում են դեպքեր, որ ասենք չի պահպանվում, ինչ-որ բաներ, թերացումներ կան, հիմնականում դա անուշադրության հետևանք ասեմ, թե մեր ժողովրդի վերաբերմունքն ասեմ, այսինքն այդ հուշարձանի նկատմամբ
է լինում են, բայց շատ քիչ են։ Ամեն դեպքում հուշարձանների պահպանությունը մեկ մարդու գործ չէ, ոչ էլ մեկ կառույց կկարողանա լիովին այդ գործընթացն իրականացնել։ Այն բարձր մակարդակի վրա կլինի միայն այն դեպքում, եթե հուշարձանների նկատմամբ դրսևորվի համընդհանուր մոտեցում։ Լուսնե Պողոսյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Հունիսի 18-ին Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ մագիստրոսներին հանդիսավոր կերպով հանձնվել են ավարտ դիպլոմները 16 մասնագիտության գծով։ Շրջանավարտներին իրենց օրհնությունն ու շնորհավորանքն ուղղել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջաբայանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Սոլակյանը և ռեկտոր Վարդևան Գրիգորյանը։ Մանկավարժական ինստիտուտի այս տարվա 158 շրջանավարտից 18-ը բուն ավարտել է գերազանց առաջադիմությամբ։
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն է Գյումրու հանրակրթական դպրոցներում իրականացրել է կոդու ծրագրավորման դասընթացներ, որին մասնակցել է 4 դպրոց, ավելի 140 աշակերտ։ Շուրջ մեկ ամիս տևած դասընթացների ժամանակ աշակերտները սովորել են ծրագրավորման հիմունքներ, խաղերի և անիմացիաների պատրաստում, ձեռք են բերել ալգորիթմական մտածելակերպ։ Ըստ կազմակերպիչների ծրագիրը կկրի շարունակական բնույթ ընդգրկելով առավել մեծ թվով դպրոցներ։ Այսօր արդեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել աշակերտների կողմից պատրաստված լավագույն խաղերի ցուցադրությունը։ Մենք որոշեցինք, որպեսզի երեխաներին հնարավորություն տանք ծանոթանալ տեխնոլոգիական ոլորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարագիտական ոլորտների հետ։ Դրա համար մենք մայիսից սկսեցինք պիլոտային ծրագիր 4 դպրոցների հետ, 17-րդ դպրոցը, 2-րդ, 32-րդ և առաջին դպրոցների հետ արեցինք կարճ մեկ ամսյա ու կրթական ծրագիր կոդու ծրագրավորման միջավայրում խաղերի պատրաստում։ Նպատակ ունենք սեպտեմբերից շարունակել ծրագիրը մնացած դպրոցների հետ ու նաև ավելացնել մասնագիտական ուղղությունները։ Պատրաստել ենք լաբիրինթոս, որպեսզի այդտեղից պետք է դուրս գա, և 2 տեսակի խաղ, մեկը բոքս է, մյուսը լաբիրինթոս։ Թիմով անունը հզորներ ենք և մենք սարքել ենք խաղեր տարբեր տիպերի, մեկը պետք է փախնես ուրիշներից, մյուսները դրա նման, մեզի համար դա նոր էր, բայց մի 2 դասների ընթացքում մենք կարողացանք ամեն ինչ սովորել։ Մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջության և սնուցման բարելավում ծրագրի շրջանակներում Գյումրիում կայացել է կարևոր է առաջին 1000 օրը խորագրով լուսանկարչական ցուցահանդես միջոցառումը։ Կյանքի առաջին 1000 օրը ներարգանդային կյանքի 9 ամիսն ու կյանքի առաջին 2 տարին կանխորոշում են մանկան առողջ ապագան։ Նպատակն է տեղեկատվություն հաղորդել երիտասարդ ծնողներին կրծքով սնուցման, վաղ տարիքի երեխաների հավելյալ սնուցման և գրագետ խնամքի սկզբունքների մասին։ Բացի լուսանկարչական ցուցահանդեսից միջոցառման երկրորդ բաժինը ներառել է ինտերակտիվ խաղեր զուգակցված օգտակար խորհուրդներով և հստակ սահմանված ցուցումներով։ Կարևոր է առաջին 1000 օրը ցուցահանդեսի նպատակն է տեղեկացնել երիտասարդ և ինչու՞ չէ ապագա մայրիկների
շատ տեղեկատվություն կստանան երեխայի առողջության, երեխայի անվտանգության, խնամքի վերաբերյալ Շատ հետաքրքիր, ինչ են շնորհակալ 1000 օրը, 1000 օրը դա այն 9 ամիսներն է, որ երեխան գտնվում է իրեն մոր արգանդում եւ 2 տարին, որ դրանից հետո, այսինքն այս ժամանակահատվածը որոշում է այդ ընթացքում ճիշտ սնուցման պայմաններում, ճիշտ կենցաղային եւ այլ պայմաններ ստեղծելու բարոյական հանգիստ խիղճ, այս բոլորը կարող է նպաստել, որ մենք աճեցնենք շատ առողջ լավ սերունդ։ Այսքանը բոլոր այս նորությունները տեղադրված են նաև մեր ինտերնետային կայքում։ Այցելեք 3w.cayk.am